մեր ուժը միշտ եղել է այս առումով փաստերը հստակ ամրագրելը եւ աշխարհին ներկայացնելը Արցախի հարցը ընդհանրապես Հայաստանի քաղաքական իշխանությունը իր օրակարգից ընդհանրապես դուրս է հանել ոգին իմ կարծիքով չի կոտրվել պատմական նշանակության կոպիտ սխալների հանցանքների պատճառով մենք ցավոք սրտի եկանք հանգեցինք այս վիճակի մենք չպետք է թույլ տանք որ Ադրբեջանը մաքրվի իր հանցագործություններից Պարոն Թաթոյան, ձեզ հետ Արցախում պիտի հանդիպեինք ու այլ թեմայով պիտի խոսեինք։ Հիմա Արցախից հեռու ենք ու Արցախի կորստից պիտի խոսենք, շատ խնդիրներից պիտի խոսենք։ Մինչև բլոկադան պլանավորել էիք Արցախ գալ։ Ինչ նպատակով, պարզապես աջակցելու արցախցիներին, թե աշխատանքային այցով։ Ես Արցախ այցելեցի 44 օրյա պատերազմից անմիջապես հետո Եվ դրան հաջորդող ժամանակաշրջանում էլի եղա մի քանի անգամ Արցախում, մեր սփյուռքահայ գործընկերների հետ եղանք եւ հերթական այցերից մեկը պլանավորել էինք իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 10-ին, որը մարդու իրավունքների օրն էր։ Օրը պատահական չէր ընտրված եւ նպատակն էր այցի իհարկե աշխարհին ցույց տալ այն ինչ տեղի ունենում Արցախում ինչ Ադրբեջանն անում է Արցախի նկատմամբ, հանցանքները, նրանց խախտումները, մարդկանց պատճառած տառապանքները եւ իհարկե այդ խորհրդանշական մարդու իրավունքների օրը աշխարհում ցույց տալ, որ կա մեր հայրենիքի այս հատվածում այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանը պարզապես մարդկանց այնպես է անելանելի վիճակ ստեղծում, որ մարդիկ թողնեն գնան եւ բռնի տեղահանում իրականացվի։ Այցը պլանավորել էինք, խոսել էի այն ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պարոն Գեգամ Ստեփանյանի հետ, Արտակ Բեգլարյանի հետ, Ռուբեն Վարդանյանի հետ էի պայմանավորվել, որովհետև պետք է գայինք նաև շատ հանդիպումներ ունենայինք, համատեղ քննարկումներ ունենայինք, ձեզ հետ էինք խոսել։ Եվ չստացվեց այդ այցը անձնական պատճառով, դեկտեմբերի 7-ին հայրս մահացավ եւ դեկտեմբերի 10-ի այցը չկարողացանք անել։ Դեկտեմբերի 12-ին էլ տեղի ունեցավ արդեն Արցախի շրջափակումը։ Իհարկե դա ինձ համար ազդանշան էր, որ Ադրբեջանը պատրաստվում է այլ մեթոդների դիմել եւ միևնույն է հասնել Արցախի գլխին արհավիրք բերելու իր նպատակին։ Եվ դա ինձ այդ ամենը տեսնում էի։ Իհարկե ակնհայտ էր եւ դա Ադրբեջանի, այսպես ասած, մեթոդներից էր։ Դրան, որովհետև դրանք արդեն ցույց էին տվել, որ ուզում են նաև նպատակ ունեն փոխել մեթոդները։ Այսինքն կրակոցներից, հարձակումներից զինված եւ այլն հանցնել այլ մեթոդների, որոնք նույնպես մարդկանց մղելու էին դուրս գնալ։ Եվ բոլորս ենք հիշում Խրամորթի մի շարք այլ գյուղերու հարևանությամբ, երբ ադրբեջանական զինծառայողները բերում էին մեծ հատուկ սարքեր էին տեղադրում եւ նրանցից մարդկանց բարձրախոսներ, մարդկանց ահաբեկում էին, որ դուք պետք է լքեք, հակառակ դեպքում եւ սպառնում էին սպանել եւ այլն։ Եվ երբ դեկտեմբերի Ադրբեջանը մի քանի օրով իր այսպես կոչված էկոակտիվիստներով, բայց իրականում իր գործակալներով փակեց ճանապարհը, ես դրանից հատկապես հետո մենք որոշեցինք գալ Արցախ, որովհետեւ պետք էր աշխարհին էլ ավելի մեր ներդրումն էլ բերեինք, որ ավելի մեծ ջանքերով, ավելի մեծ ինտենսիվությամբ ցույց տայինք ինչ տեղի ունենում։ Արդեն իհարկե տեսանք, որ դեկտեմբերի 12-ին առավոտյան 10-ից 10:30-ի հատվածում էր, լավ հիշում եմ, մի խումբ էկոակտիվիստներ արգելափակեցին կյանքի ճանապարհը, ինչպես ասում էինք, եւ դա ցավոք սրտի սկիզբ դրեց արհավիրքին, այսպես ասած, որ հետո Ադրբեջանը իր բոլոր մեթոդներով, հանցանքներով, ցինիկ գործունեությամբ, լկտիաբար ստելով աշխարհին, կեղծիքներով, այստեղ հասավ նրան, որ բռնությամբ տեղահանվեց
եւ հայաթափվեց ոչ Արցախը։ Դուք կապի մեջ էիք ձեր գործընկերների հետ Արցախյան ու փորձում էիք Այո, մենք իհարկե ամեն օր կապի մեջ ենք, իհարկե դժվարություններ կային հեռախոսակապի հետ կապված, մանավանդ հիշում եք, որ Արցախի կյանքի ճանապարհն արգելափակելուց հետո Ադրբեջանը միանգամից անցավ կենսական կարևոր կոմունիկացիաներից զրկելուն, մասնավորապես կապի միջոցներն էին անընդհատ խափանվում, մասնավորապես էլեկտրաէներգիայից զրկեց մարդկանց, գազից էր զրկում եւ այլն եւ այլն։ Դա իհարկե դժվարացնում էր կապը, բայց պետք է ասեմ, որ ի շնորհիվ իմ արցախյան գործընկերների, ընկերների նվիրումի, նրանց այդ անձնական ջանքերի շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել։ Այսինքն, եթե մարդիկ, ինչը բնական է, զբաղված էին իրենց անձնական, կենսական տարբեր հոգսերով, որովհետև այնպես էր ստացվել մարդիկ անգամ սնունդ հայթայթելու համար, մանավանդ վերջին օրերին, ես հիշում եմ իրավիճակներ կային գյուղից ոտքով գալիս էին քաղաք, ասենք, կամ ինչ-որ մի վայր, որպեսզի սնունդ կարողանան հայթայթել երեխաների համար եւ այլն։ Հիմա իմ գործընկերները, իմ ընկերները իրենց նվիրումի շնորհիվ այդ կապը պահում էին գիշեր-ցերեկ։ Դա իհարկե ինձ ավելի էր պարտավորեցնում մեզ, որովհետև պետք էր իհարկե պայքարել այս դժվարությունները հաղթահարելու համար։ Իսկ ինչը կարող էր կանխել 2023-ի այդ արհավիրքը։ Մեր արցախյան ընկերների հետ համատեղ սերտ համագործակցությամբ կարողացանք այն ժամանակ սերտ աշխատեցինք Գեգամ Ստեփանյանի հետ, Գուրգեն Ներսիսյանի հետ, Արտակ Բեգլարյանը, մի շարք այլ գործընկերներ եւ համատեղ ուժերով վեր հանեցինք 500-ից ավել մարդիկ, նույնականացրինք այդ էկոակտիվիստների մեջ, ովքեր ներկայանում էին իբր էկոակտիվիստներ, բայց մենք դրանցից վեր հանեցինք անուն ազգանուններով, լուսանկարներով, ֆինանսավորման աղբյուրներով, աշխատանքի վայրերով, ամբողջը զեկույցով հրապարակեցինք։ Ընդ որում հետաքրքիր էր այն, որ այս բոլոր մենք վեր հանեցինք նաև այս բոլոր մարդիկ սարսափելի հայատյաց են։ Եվ որովհետև նրանցից շատերն ունեին գլխատված հայերի հետ նկարներ, նրանցից շատերն ունեին Ռամիլ Սաֆարովի հետ որպես հերոս, որն օրինակ է իրենց համար նկարներ եւ այլն։ Այսինքն մենք ցանով աշխարհին ցույց տվեցինք, որ հրապարակեցինք զեկույցը, անգամ ուղարկեցինք մի շարք այնպիսի համալսարաններ եվրոպական, որտեղ ադրբեջանցիներին սովորում եւ այդ sense էկոակտիվիստները եւ փորձեցինք այդպես նաեւ այսպես ներկայացնել այս խնդիրը։ 22 թվականից սկսած բլոկադան, հետո նաեւ 23 թվականի բռնի տեղահանումը մենք չի կարելի դիտարկել առանձին, կտրված մյուս բոլոր իրադարձություններից։ Այստեղ սերտորեն սա մեկ միասնական շղթա է, որը իմ կարծիքով սկսվում է 90-ական թվականներից։ Այո, մենք հաղթանակ էինք տարել, մենք հերոսական հաղթանակ էինք տարել, մենք ազատագրել էինք մեր հայրենիքը, մեր հայրենակիցներին փրկել էինք, մեր հերոսների շնորհիվ փրկել էինք ադրբեջանական վտանգներից, սպանություններից, խոշտանգումներից, հանցագործություններից, բայց հետագայում իհարկե պատմական ամբողջականության մեջ դիտարկելով այս խնդիրները կուտակված էին եւ կուտակված էին այն իմաստով, որ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սաստկացրեց իր աշխատանքները, իհարկե դրանից առաջ էր անում ամեն ինչ անում էր, որպեսզի Արցախը մեկուսացնի աշխարհից։ Ամեն ինչ անում էր եւ հիշում ենք, որ սև ցուցակներ ուներ այսպես կոչված։ Ինչ էր անում։ Միջազգային մարդիկ, էքսպերտներ կլինեին, լրագրողներ, հյուրեր, ովքեր գալիս էին Արցախ, բոլորին ներառում էր այդ սև ցուցակ եւ սկսում էր հետախուզելու նրանց աշխատանքներ տանել քրեական գործերով, քրեական դատավարության շրջանակներում, արհեստական գործեր էին հարուցվում, իրենց քրեական օրենսգրքում ունեին հոդվածներ ընդունված եւ այդ հոդվածներով արհեստական մարդկանց հետապնդում էին, գնում էին անգամ հասնում էին, օրինակ եթե ինչ-որ մասնագետներ էին, այդ մարդկանց աշխատանքի վայրեր էին հասնում, համալսարաններ եւ այլն, տեսեք, հետեւողական, սարսափելի հետեւողական տանում էին այս աշխատանքը։ 44 օրյա պատերազմը իհարկե Ադրբեջանը ավելի սաստկացրեց դրանից հետո իր քաղաքականությունը, դրանից հետո ավելի սաստկացրեց կեղծիքները եւ 23 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել նրանց էթնիկ զտումների քաղաքականությունը, ցեղասպան քաղաքականությունը, պարտադիր պետք է դիտարկել այս ամբողջականության համատեքստում։ Իսկ ինչը այնպես չի ընթացել, որ արդյունքում մենք հասել են դրան։ Նախ Ադրբեջանը կարծում եմ հատուկ ծառայությունների նաև համակարգված աշխատանքով աշխարհին անընդհատ տարբեր համալսարաններ կլներ,
չգիտեմ, տարբեր ցանկացած հարթակ օգտագործում էին իրենց կեղծիքներն առաջ մղելու համար եւ ստեղծելու համար ստերեոտիպեր, որ այն ինչ որ նրանք այսօր անում են մի խոսքով, այս բոլոր կեղծիքներն ու ստերեոտիպերը առաջ տանելու համար, որ հայերը կապ չունեն Արցախի հետ, Արցախ Հայաստանը արհեստական պետություն է, չգիտես եւ այլն եւ այլն։ Ակնհայտ էր մեզ համար, որ Ադրբեջանը մեծ ուժով է այս ամենը տանում առաջ։ Հետևաբար մենք ինքներս պետք է կրկնակի, քառակի եւ շատ ավելի անգամ ներկայացվեր այս հարցերը։ Բազմից եք այս ամենի մասին խոսել, բազմից եք դիմել միջազգային ատյաններ, բայց կարծես սա այլ տեղից չի շարժում։ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմը սկսվեց, ես հաջորդ օրն առավոտյան անմիջապես մեկնեցի Արցախ։ Ես նոր էի ընտրվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, ընդամենը 2 ամիս առաջ, նույնիսկ ավելի քիչ։ Առաջին օրը հենց Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, միանգամից նրանք սկսեցին մի քանի տեղերից, այդ թվում առաջիններից էր Թալիշ գյուղը։ Եվ հիշում ենք, որ նրանք միանգամից սպանել էին դաժանաբար, սպանել էին այդ թվում ականջներ կտրելով, մարմնի մասեր եւ այլն, մի տարեց զույգի ամուսինների նրանց մոր հետ միասին։ Նրանց հետո անմիջապես հիշում ենք նաև, որ դպրոցի հարևանությամբ գնդակոծությամբ, դպրոցի գնդակոծության արդյունքում մենք ունեցանք անչափահաս երեխա զոհվեց, վիրավորներ եղան եւ այլն։ Ադրբեջանը միշտ ինչ է արել։ Ամեն ինչ արել է, որ այս փաստերը իրականությունը կոծկվի եւ Արցախը մեկուսացնի աշխարհից, թույլ չտա, որպեսզի աշխարհը տեղեկանա իրական խնդիրների մասին։ Դրա համար մեր ուժը միշտ եղել է այս առումով փաստերը հստակ ամրագրելը եւ աշխարհին ներկայացնելը, ոչ միայն որ ուղղակի իրազեկումն է կարեւոր, բայց կարեւոր է որպեսզի միջազգային կազմակերպությունները, որոնք որոշումներ են կայացնում, նրանք իմանան, որ իրականում սա է վիճակը, որ իրականում Ադրբեջանը, եթե հանկարծ նրանց թողնես մարդկանց հետ մենակ, ինչպես կամ մարդկային շփում հանկարծ եթե լինի, այդ իրենց դրոններից ու բանից բացի, միանգամից տեղի ունեն խոշտանգումներ, սպանություններ, մարմնի մասեր կտրել եւ այլն։ Ու սա է իրական ադրբեջանական քաղաքականություն, դա խրախուսվում է եւ նրանք դա անում էին միայն այն բանի համար, որ այդ մարդիկ հայ են։ Վերջ, սա էր պատճառը։ Առաջին իմ զեկույցը ես լավ հիշում եմ կազմեցի, այն ժամանակ Յուրի Հայրապետյանն էր Մարդու իրավունքների պաշտպանը, մենք համատեղ քննարկեցինք, կազմեցինք զեկույցը, ներկայացեցինք, բայց դա էլ բնականաբար այս ամենը Ադրբեջանը ինչ էր կանգնացնում եւ նրանք առանձնակի լկտիությամբ առաջ էին գնում։ Չէիք հուսալքվում, երբ որևէ չէինք հուսալքվում, որովհետև եւ ավելին ասեմ, որքան շատ էր Ադրբեջանում, մենք այնքան ավելի շատ էինք ավելի ակտիվ, պետք է ակնհայտ գիտակցում էինք, պետք է ավելի շատ պայքարել, ավելի մեծ եռանդով էինք անում այդ աշխատանքը։ Ես կարող եմ կոնկրետ օրինակներ բերել, որ մեզ հաջողվել է կոնկրետ փոփոխություններ անել ադրբեջանական այդ կեղծիքների հարցում։ Օրինակ, լավագույն օրինակներից է պատերազմից հետո, երբ Ադրբեջանը նաև ներխուժումներ էր արել Հայաստանի Հանրապետության տարածք, Արցախի հետ կապված, երբ մեր միջազգային մի շարք գործընկերներ, այդ թվում ԵԽԽՎ-ի բանաձև գոյություն ունի, որտեղ նշված է հատուկ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։ Մենք դա հետագայում այն ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետագայում Գեգամ Ստեփանյանի հետ մենք մտածել էինք, որ այս ամենը պետք է նաև պրոյեկտել Արցախի վրա, որ միջազգային չափանիշները դրա հնարավորությունը տալիս էին։ Դա համար մենք մեր աշխատանքով նաև այսպես իրավունքների տեսանկյունից շատ ամեն ինչ անում էինք, որ Ադրբեջանը ռազմական ու քաղաքական այդ հատկապես կոմպոնենտների տակ տարել մցրել է, դուրս բերենք նաև մարդկային տեսանկյունից քննարկենք, սա շատ կարևոր է։ Իսկ պետությունը ձեզ աջակցում է կամ աջակցել է։ Մենք Արցախի հարցը ընդհանրապես Հայաստանի քաղաքական իշխանությունը իր օրակարգից ընդհանրապես դուրս է հանել։ Հետևաբար պետական մակարդակով մենք չունենք աջակցություն, ոչ։ Արցախի հարցը ընդհանրապես մոռացության է մատնվում եւ փակվում է, որը շատ վատ է։ Մենք չպետք է երբեք դա չեն կարող երբեք դա թույլ տալ։ Գիտեք, այսպեսի մի բան ասեմ, իմ կարգավիճակի բերումով ես տարբեր հանդիպումներ ենք ունենում, քննարկումներ միջազգային տարբեր համալսարաններում, անգամ գիտական կենտրոններում եւ այլն, նրանք անգամ այս հարցերը բարձրացնում են եւ շատ մեծ ափսոսանք են հայտնում ու միշտ զայրույթով են խոսում այն մասին, որ տեղի ունեցավ ի վերջո ցեղասպանություն, տեղի ունեցավ էթնիկ զտումներ եւ սրա մասին աշխարհը մոռացել է, չի խոսում։ Միջազգային կառույցներ, բանաձևեր եւ այլն չունենք այս մասին։ Այս վերջերս մի քանի բանաձևեր եղան, օրինակ Շվեյցարիայի խորհրդարանն ընդունեց բանաձև, տարբեր մի շարք երկրներ, բայց դա մասնավոր ջանքերի արդյունք է։
այդտեղ մենք պետական աջակցություն չունենք, ես վստահ եմ ուղղակի, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը այսօր հնարավորություն ունենա նաև բացահայտ կխանգարի միջազգային ատյաններում այս հարցերին։ Դա մեզ համար շատ ավելի մեծ դժվարություններ է ստեղծում։ Մեզ նկատի ունեմ իմ գործընկերները, իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետները, ովքեր անընդհատ պահանջներ են ներկայացնում, խնդիրներ են վերհանում։ Այստեղ արդյունք շոշափելի ստացվում է, դուք օրինակ կարող եք հասկանալ հասարակ մարդու տեսանկյունից, մենք ստացվում է արդյունք չունենք։ Ինչու չունենք քաղաքացու տեսանկյունից։ Որովհետև նաև միասնականություն չկա, որովհետև պետությունը բարձրագույն քաղաքական իշխանությունը սա ոչ միայն չի դիտարկում որպես իր առաջնահերթություն, այլ սա նաև դիտարկում է որպես խոչընդոտ իր քաղաքականության համար, իսկ սա սկզբունքային սխալ է, որովհետև այս ամենը նույն սկզբունքներով հիմա Ադրբեջանը աշխատում է Հայաստանի դեմ։ Արցախի հարցը ավարտեցին, հիմա անցել են Հայաստանին։ Այս նույն հարցերը, ինչ որ հիմա Հայաստանի նկատմամբ կատարվում է, նույն հարցերը նույն ձևով նրանք արել են Արցախի նկատմամբ։ Այսինքն այստեղ մենք պետք է նկատի ունենանք, որ խոսքը վերաբերում է ոչ թե Արցախի նկատմամբ մեկուսացած առանձին վերցրած ադրբեջանական քաղաքականությանը, այլ սա հակահայկական քաղաքականություն է, հայկականության դեմ քաղաքականություն է, որովհետև տեսեք նրանք ինչ են ասում, Ադրբեջանի թիրախներից են այսօր նաև գլխավոր թիրախներից է Սփյուռքը, հայկական Սփյուռքը, Ադրբեջանի նախագահի խոսքերն են, չէ՞ որ ակնհայտ նա հայտարարում է, որ իրենց գլխավոր նպատակներից է պարակտել, թշնամանք մտցնել եւ թույլ չտալ, որ Հայաստանը, ինչպես նա է ասում, թունավորվի Սփյուռքի կողմից կամ Սփյուռքը թունավորի Հայաստանը։ Եվ սա մենք պետք է հաշվի առնենք եւ այս պարակտումը այսօրվա ցավոք սրտի որ կա ադրբեջանական քաղաքականության նաեւ գլխավոր ուղղություններից է պետք է ասել։ Նրանց ձեռնտու գլխավոր ուղղություններից է։ Պարոն Թաթոյան, նշեցիք, որ ապրիլյանի ժամանակ էիք Արցախում, ուզում եմ պարզել առաջին այցն էր դա ձեր, թե մինչ այդ իմ առաջին այցը չէր իհարկե, բայց որպես, այսպես ասեմ, հասուն տարիքում այց, գիտակցական եւ նաեւ պաշտոնական կարգավիճակով դա առաջին այցն էր Արցախ։ Իսկ մինչ այդ մինչ այդ այցելել եմ ուսանող ժամանակ, բայց դա առավելապես գիտեք, այսպես վայելքի, ճանաչողության, այդ երիտասարդության ժամանակ, այդ ժամանակ նաև խնդիրներ չկային, այսպես պատերազմի արհավիրքի եւ այլն խաղաղություն էր, այդ առաջին այցս դա էր։ Ես երկրորդ անգամ բնականաբար արդեն ամբողջովին այլ Իսկ ինչ եք հիշում այդ խաղաղ տարիներից Արցախի։ Գիտեք, այսպես ասեմ, 2016 թվականից հետո էլ խաղաղություն մենք ունեինք մինչև 2020 թվականը, ճիշտ է Ադրբեջանը նորից էլի դիվերսիոն հարձակումներ էր անում եւ այլն, բայց ընդհանուր առմամբ մենք հանգիստ վիճակում էինք նո այն իմաստով որ մարդկանց մեջ այս պատերազմական վիճակի հարցերը չկային, ինչպես որ բլոկադա էր եւ այլն։ Եվ մենք հնարավորություն տվեց նաեւ մեզ վայելել Արցախը։ Ես իմ սկզբունքը ինչպես էր, երբ հատկապես այդ տարիքում ես գնացի եւ հնարավորություն ունեցա բացահայտելու արդեն շատ վայրեր ինձ Արցախի համար։ Ճիշտ է, մենք գործով էինք այցելում 16 թվականի ապրիլյան այցից մասին է խոսքը, որտեղ հարձակումներ կային եւ այլն տարբեր քաղաքներ, դա նաեւ անուղղակի այսպես հնարավորություն էր բացահայտելու Արցախը։ Դա նաեւ ինձ համար ազդանշան էր, որ Արցախը, մեր հայրենիքը նաեւ պետք է որքան հնարավոր է շատ մարդ ճանաչի։ Եվ դրանից հետո մենք սկսեցինք ինտենսիվացնել այցերը Արցախ ու նաև ամեն անգամ մեր աշխատակազմից որքան հնարավոր է շատ մարդ էինք, շատ մարդ էի տանում, այսպես ասեմ, կամ մեր գործընկերների որքան հնարավոր է շատ հոգով էին գնում եւ ամեն գնալուց անպայման մի վայր այցելում էինք, օրինակ Գանձասար, չգիտեմ, Վանք գյուղ, որը էլի այդ հատվածում է եւ այլն տարբեր տեղեր։ Կա հոգի հարազատ մի վայր եւ այլն, որ նաև մեր գործընկերները կարողանան, որտեղ երիտասարդներ էին նաև շատերը, որ կարողանան ճանաչել Արցախը։ Շատերը առաջին անգամ էին լինում Արցախում եւ ձեզ ասեմ, որ դա աշխատում էր, որովհետեւ դրանից հետո ավելի էին կապվում Արցախին, օրինակ հանդիպումներ էինք ունենում երիտասարդների հետ համալսարանում եւ այլն, դա էլ հնարավորություն էր տալիս կոնտակտներ ստեղծել, ունենալ ընկերներ եւ անձնական կապվածություն ի վերջո շատ ավելի կարեւոր էր։
Օրինակ շատերն ասում են, որ ավելի լավ է չտեսնեինք, որ կորուստը այսքան ծանր չտանենք։ Ես համաձայն չեմ իհարկե, այո, ասում են, ես էլ եմ լսել, ընկերներ ունեմ մի շարք, որոնք այդպես են ասում, որ մենք ավելի լավ վիճակում ենք հոգեբանական, որովհետև չենք տեսել։ Ես կարծում եմ, որ դա այդպես չէ։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր անպայման Արցախը տեսնել, բացահայտել, ոչ միայն որ տեսնել, գիտեք, երբ ասենք օրինակ գնում ես որևէ վայր եւ Արցախում եւ հինավուրց հազարամյակների պատմություն ունեցող, հարյուրամյակների պատմություն ունեցող հուշարձաններ ես հանդիպում, եկեղեցիները մեր, դու հասկանում ես որքան զորեղ է մշակույթը, պատմությունը եւ նաեւ հպարտություն ես ապրում, որ մեջդ լցվում է այդ հիացմունքի զգացումը մեր պատմության նկատմամբ, մեր նախնիների նկատմամբ, որ ինչպես են կարողացել անգամ դժվարամատչելի վայրերում, մեծ բարձր լեռների վրա, սարերի վրա եւ այլն ստեղծել այսքան գեղեցիկ մշակութային օջախներ, կոթողներ, դա բնականաբար անչափ կարեւոր էր։ Եվ ես ասեմ, որ սա նաեւ ավելի էր մղում դեպի այսպես պայքարը, ավելի առաջ էր տանում, որովհետեւ հնարավորություն ենք ստանում արդեն ավելի վստահ ես խոսում, գիտեք, աշխարհում էլ երբ խոսում ես, սա Արցախը հայկական է, որ այս ամենը հայկական է, որ Ադրբեջանը այս վայրագություններն անում է միայն նրա համար, որ մենք հայեր ենք եւ այլն, դա շատ ավելի վստահություն է տալիս։ Եվ ի վերջո այդ հրաշքը չէր կարելի չտեսնել։ Ցավում եմ, որ ամբողջությամբ Արցախը բացահայտելու հնարավորություն չունեցանք, որովհետեւ գիտեք, նաեւ միշտ մտածում էինք, որ ամեն այցի ժամանակ մի վայր կգնանք, կտեսնենք, կբացահայտենք։ Մեր սփյուռքահայ ընկերների հետ միասին էինք գնում, ում հետ որ հիմա շատ ենք աշխատում, Կարո Ղազարյանը, Գառնիկ Երկոնյանը մեր թիմի անդամներ են, մենք համատեղ ենք շատ այցեր արել, ու հիմա երբ խոսում ենք հաճախ ընկերներով, ասում ենք, թե ով կմտածեր, որ հանգարց կարող է, երբեք չենք պատկերացնի, որ կարող է նման բան տեղի ունենալ, որ մեր պատմության ընթացքը այսպես փոխվի։ Սա ինչու է սա պատմական իրադարձություն վատ իմաստով հայ ժողովրդի համար այս պահին ամեն դեպքում, որովհետև մեր հարյուրամյակների պատմության ընթացքը, կարելի ասել, բռնի կերպով փորձ են անում փոխել։ Սա հարյուրամյակների պատմության հարց է, գիտեք, եւ խոսքը ոչ թե մի կտոր հողի մասին է, խոսքը ոչ թե ես անգամ համաձայն չեմ այն մտքի հետ, որ միշտ ասում են մեր մի փոքրիկ կտոր հայրենիք եւ այն, սա ճիշտ սխալ է այդ մղումով կամ այդ անգամ այդ զգացումը մեջը դնելով խոսելը, որովհետեւ խոսքը վերաբերում է հզոր քաղաքակրթության, խոսքը վերաբերում է մեծ հայրենիքի, այո, ֆիզիկապես միգուցե զուտ տարածքի առումով վերցած մեծ չէ, բայց ես ճիշտ չեմ համարում այդ տեսանկյունից գնահատելը, որովհետև Արցախն այնքան հարուստ էր իր մշակութային կոթողներով, եկեղեցիներով, հայ ժողովրդի պատմությունը հիշեցնող տարբեր վայրերով, որ ամեն փոքր անգամ տարածքի վրա կարող է այնքան բան բացահայտել, որ սա մեծագույն, ես կարծում եմ, ամեն անգամ նվաճում էր եւ ինձ մեջ Արցախն այդպես է տպավորված եւ Արցախի հիմա արդեն արցախցի մեր հայրենակիցների վերադարձի համար, երբ օրինակ մեր հայրենակիցները կան, որ մեզ են անհատապես դիմում, իսկապես բարձրացնում են վերադարձի հետ կապված հարցեր, մարդիկ ուզում են ի վերջո այնտեղ գերեզմաններ են թողնված, այնտեղ մանկություն է անցկացվել, այնտեղ պապերն են իրենց եղել եւ այլն։ Հիմա ես շատ այդ մարդկանց այնքան լավ եմ հասկանում մեր հայրենակիցներին, որ դա պարզապես առանց դրա, եթե այդպես չլիներ, ես պարզապես չէի հասկանա։ Գիտեք, եւ ես հետաքրքիր մի դրվագ պատմեմ, որը վկայում է Արցախցու այդ ոգու հայի ոգու պայքարելու ոգու մասին, նաև այն մասին, որ ի վերջո այս հարյուրամյակներով լինելով Արցախում անընդհատ բախվելով թշնամական սպառնալիքների, ինչպես է ոգի ձևավորվել պատմության այս պատմության միջոցով, այսպես ասած։ Մենք հաճախ ենք վերադառնում 90-ականներ, ապրիլյան, որ այն ժամանակ պայքարի ոգին ուրիշ էր։ Այո, այն ժամանակ պայքարի ոգին ուրիշ էր եւ ես օրինակ ինքս այդ ամենին ծանոթանում եմ տեսանյութերից եւ այլն, որտեղ փոքր եմ եղել, բայց հիմա իմ փորձից եմ ուզում պատմել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ մեկնեցինք Արցախ, շատ լավ հիշում եմ այդ օրերին Արցախի գլխավոր դատախազի հետ հենց այդ պահին հանդիպման էինք եւ քննարկում էինք նաեւ իրավապահ մարմինների աջակցությամբ, փաստաբանների աջակցությամբ եւ այլն մեզ որ կարողանանք տվյալներ ձեռք բերենք
Եվ մի քանի մեր գործընկերներից եւ մենք էլ նույնպես բաժանվել էինք եւ մեր տարբեր արցախցի հայրենակիցների տներ էինք այցելում, այն տներ, որոնք վնասվել էին ադրբեջանական հրետակոծությունների, կրակոցների տարբեր արդյունքում եւ պետք է մենք փաստեր հավաքագրեինք, այսինքն հայտարարություններ, ինչ որ կասեն մարդիկ եւ այլն, ինչպես է տեղի ունեցել, ու նաեւ իհարկե այնինչ կա օբյեկտիվորեն մարդիկ ասեն, որ հանցանքներ են տեղի ունենում, որ փաստերը որոնք են եւ այլն։ Ուրեմն հետարքիր էր, որ մի քանի տեղ ինձ մի քանի մեր արցախցիներ ուղղակի ասացին, որ գիտեք ինչ կա, մենք չենք պատրաստվում այդ ադրբեջանական, նախ մենք չենք վախենում նրանցից եւ մենք չենք պատրաստվում հիմա ոչ մի բողոք ներկայացնել, այն իմաստով, որ դրանք ով են, որ մի հատ էլ մենք վախենանք, մտածենք, այսպես էր, որ մի հատ մենք բողոք ներկայացնենք, դուք տանեք աշխարհին ցույց տաք, այդ աշխարհի մարդիկ էլ մտածեն, որ այս արցախցիները վախեցել են Ադրբեջանի իշխանությունից կամ զինվորականներից։ Ակնհայտ ասում են ոչ, մենք չենք, մի քանի տեղ ուղղակի ասեցին, մենք չենք պատրաստվում, դրանք ով են, որ մի հատ էլ դրանց դեմ բողոք ենք։ Հակառակը մենք ենք ամբողջ կյանքում դրանց ճնշած պահել ու հիմա մենք ինչ որ մեկը մտածի, որ դրանք են մեզ ճնշել, ինձ համար դա շատ, գիտեք, ոչ թե սովորական մարդու խոսքեր էին, այլ դա արցախցու հայի ոգին իրական ցույց տվող խոսքեր էին եւ այս բառերը միջև հիմա իմ մեջ են, որ այսինքն մարդը այն աստիճան համոզված է իր հաղթանակի մեջ, այն աստիճան ուժեղ է, որ ասում է հանգարց դրսում կմտածեն, կասեն այս արցախցիները ոնց են վախեցել ադրբեջանցիներից եւ ասում են դե այդ ով են որ այդ ադրբեջանցիները որ մեզ կարողանան ճնշել։ Սա ինձ համար մի դրվագ է, օրինակ այս եւ դա քաղաքացիական անձ էր ասում։ Սովորական գյուղում մարդ, պապիկ, ով հողամաս էր մշակում։ Կարող ես մտածել դա ինչ որ զինվորական է, չգիտեմ, այնտեղ կռվող է եւ այլն, չէ, մարդը գյուղացի մարդ, բայց այսպեսի ոգի ունի։ Հիմա տեսեք իմ համար օրինակ Արցախցու հայի իրական կերպարը նաեւ սա է։ Հիմա գտնում եք, որ դրանից հետո այդ ոգին կոտրեցին, թե ոգին իմ կարծիքով չի կոտրվել։ Իմ կարծիքով պարզապես ցավոք սրտի պայմաններն են այնպես, որ այդ մարդկանց էլ հնարավորություն չտրվեց ցույց տալու կամ դրսևորվելու այսպես այդ ոգին որպեսի դրսևորվի։ Ինչ էր որ կար կոպիտ սխալների, շատ կոպիտ սխալների, պատմական նշանակության կոպիտ սխալների, հանցանքների պատճառով մենք ցավոք սրտի եկանք հանգեցինք այս վիճակի։ Իսկ հավանական համարում է Արման Թաթոյանը Արցախ վերադարձը եւ ինչ պայմաններով է դա հնարավոր։ Մենք գիտեք այստեղ դուք հետարքիր ձևակերպեցիք, հավանական համարում եք թե չէ։ Ես կարծում եմ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար։ Եթե մենք ոչ մի բան չանենք, նստենք ուղակի սպասենք կամ չգիտեմ ինչ որ բանի հույսեր ունենանք, դա չի ստացվելու։ Միանշանակ է։ Եվ այստեղ դրա համար մենք չպետք է խոսենք հավանականությունից։ Մենք պետք է խոսենք, որ նրա մասին, որ մենք պետք է անենք եւ մեր մոտ դա պետք է ստացվի։ Այդ ամենի արդյունքում։ Հիմա դուք ընդգրկված եք արցախցիների վերադարձի այդ արցախցիների հայրենիք վերադարձի հարցերը, այո, նաև իմ աշխատանքի կարևոր ուղղություններից են այսօր։ Մեր կազմակերպության, մեր գործընկերների մենք լայնորեն եւ շատ սերտ համագործակցում ենք Արցախ վերադարձի հարցերով զբաղվող հատուկ հանձնախմբի հետ, հանձնախմբի անդամների հետ, անդադ կապի մեջ են քննարկումներ եւ այլն, ներկայացում ենք նաեւ միջազգային զեկույցներով, տարբեր պահանջներով, հայտարարություններով եւ այլն, ամեն ինչ անում ենք, որպեսզի նպաստենք դրան։ Այսօր մենք նաեւ կանգնած ենք այն շեմին, որ այս պատմական հարցերի, կարևոր պատմական նշանակության հարցերի լուծումները նաեւ այս փուլում են։ Գիտեք, որովհետև եթե մենք այս վերադարձի հարցերն այնպեսին են, եթե դու թողնում ես ճիշտ է ինքը վաղեմության ժամկետ չունի, որովհետև այն հանցանքը նաև, որի արդյունքում բռնի տեղահանումը տեղի ունեցած, այսինքն ցեղասպան այդ հանցագործությունները, ցեղասպանության այդ հանցագործությունը, էթնիկ զտումները եւ այլն, դրանք իրենցով ժամկետ չունեն, բայց նաև վերադարձի իրավունքը նույնպես ժամկետ չունի իրացման առումով եւ հետեւաբար մենք չպետք է թողնենք, որ այդպես անցնի ու ավելին, մենք որքան շատ ենք այստեղ թողնում, որ անցնի ժամանակը, այնքան ավելի բարդանում է վիճակը, այնքան ավելի դժվարանում է։ Մենք ոչ թե պետք է դիտարկենք նրանով արդյոք հավանական է, հավանական չէ, այլ սա պետք է արվի, որովհետև սա նաև Հայաստանի համար է անհրաժեշտ, հասկանում եք, մենք չպետք է թույլ տանք,
որ Ադրբեջանը մաքրվի իր հանցագործություններից։ Ադրբեջանը ինչու է սրա դեմ պայքարում, ընդդիմանում, չի թողնում որ դա տեղի ունենա, որտեղ նա խնդիր ունի մաքրվելու իր հանցանքներից։ Հիմա եթե մենք թողնելու ենք, որ Ադրբեջանը մաքրվի իր հանցանքներից, նույն բանը անելու է Հայաստանի նկատմամբ, չէ՞։ Ես քիչ առաջ էի ասում, որ այս քաղաքականությունը նույնն է, թե Արցախի նկատմամբ, թե Հայաստանի նկատմամբ, որտեղ սա հակահայկականության քաղաքականություն է։ Լավ, հավատում եք։ Իհարկե հավատում։ Իսկ եթե չկա պետական աջակցություն, պետական աջակցություն, պետության քաղաքական իշխանության, բարձրագույն իշխանության աջակցություն, այո, չկա։ Մեր հետևողական աշխատանքի արդյունքում, մեր ճիշտ նպատակադրումների, պետության մասին բացառապես մտածելով, վեր լինելով անձնական ու քաղաքական շահերից, համախմբված աշխատելու, միմյանց նկատմամբ հարգանք ունենալով եւ պատմության առաջ պատասխանատվություն ունենալով, այդ ամենն իրագործելով վստահ եմ, որ մենք ապահովելու ենք այս նպատակի իրագործումը, խոսքը վերաբերում է թե վերադարձին, թե նաև առհասարակ մեր հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։